2025-26-ը հայտարարվել է անվտանգ եւ ապահով կրթական միջավայրի տարի։ Նպատակն է ապահովել բռնությունից զերծ, հոգեբանորեն բարենպաստ, առողջ ու զարգացնող միջավայր։ Այս առումով կարևոր է մասնագետների շարունակական վերապատրաստումը։ Մենք գիտենք, որ եթե մենք խոսում ենք արդյունավետ կրթության համար եւ կրթություն բոլորի համար, ապա չեն կարող չշեշտադրել անվտանգ միջավայրը, ֆիզիկական եւ սոցիալ-հոգեբանական։ Եվ իմ առաքելությունը այսօր կայանում է նրանում, որ վերապատրաստեմ տարածքային մասնագետներին, ովքեր հետո կվերապատրաստեն բոլոր դպրոցների ուսուցիչներին, ծնողներին, կիրականացնեն իրազեկման աշխատանքներ նաեւ երեխաների շրջանակներում։ Բռնության, բուլինգի եւ անհանդուրժողականության դեպքերը ցավոք այսօր ավելի հաճախ են հանդիպում։ Միևնույն ժամանակ բարձրացել է տուժածների իրազեկվածության մակարդակը։ Նրանք աջակցության համար ավելի հաճախ են դիմում։ Բոլոր աշխատանքները կարծես թե ուղղված են հենց դրան, ստեղծել այդ ապահով միջավայրը, ուսումնասիրելով եւ ֆիզիկական միջավայրը եւ սոցիալ-հոգեբանական միջավայրը, իրականացնելով իրազեկման աշխատանքներ, որովհետեւ եթե մենք ունենք իրազեկ հասարակություն, դա ծնող երեխա ուսուցիչ, ուրեմն մենք ապահով ավելի միջավայր ունենք, որովհետև շատ դեպքերում երեխաները տեղյակ չեն լինում, թե որն է բռնությունը, ընդհանրապես որն է բռնությունը, որ անգամ որն է փուլինգը, որ անգամ խոսքով կամ հոգեբանական ճնշումով դու կարող ես ներազդել երեխայի վրա։ Շարունակական վերապատրաստումը կարևորում են նաև մասնագետները։ Նոր հմտությունների ձեռքբերումն ավելի է նպաստում արդյունավետ աշխատանք իրականացնելուն։ Որքան էլ մասնագիտական առումով ունենք բազագիտելիքային, միևնույն է գործնականը մեծ նշանակություն ունի։ Ավարտել եմ 2008 թվականին, այդ ժամանակ գոյություն ունեին եզրույթներ, որ հիմա գործածելի չեն, տերմիններն են փոխվում, աշխատելավոճն է փոխվում, խնդիրներն են փոխվում, կապկու երեխաների տարիքային առանձնահատկություններն են փոխվում եւ դրան զուգահեռ պետք են վերապատրաստումները, որ աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն։ Ուսուցիչների, ծնողների եւ աշակերտների սերտ համագործակցությունը բուլինգի, ժամանակին հայտնաբերման եւ կանխարգելման գլխավոր նախապայմանն է։ Ճիշտ է, բուլինգը նորամուծություն բառ է, բայց բռնությունը միշտ եղել է եւ դրա դեմ պայքարը նույնպես միշտ եղել է, որպեսզի մենք անվտանգ եւ ապահով միջավայր ստեղծենք երեխաների համար, դրա համար ենք վերապատրաստվում եւ պետք է այդ վերապատրաստումը անցկացնենք նաեւ մեր տարածաշրջանային դպրոցներում։ Ծնողների իրազեկվածությունը կարծում եմ, որ բավարար է, որովհետեւ դրա համար միշտ մենք սեմինարներ ենք կազմակերպում, բաց դասեր ենք անում նաեւ աշակերտների համար, իրազեկում ենք եւ կարծում եմ այսօրվա պայմաններում գուցե ինչ-որ բանի կհասնենք։ Բուլինգը լուրջ վտանգ է սովորողի հոգեբանական եւ սոցիալական զարգացման համար։ Ուստի դրա կանխարգելումը հատկապես կրթական միջավայրում առաջնահերթություն է։ Կարևոր է ձևավորել փոխադարձ հարգանքի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն պաշտպանված կզգա։